Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը։ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթալու Աթարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմը անխուսափելի է։ Նրա խոսքով Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, միջուկային զենքի կիրառման հավանականություն կա։ Արդեն 6 օր է, ինչ Պակիստանի ու Հնդկաստանի սահմանին լոկալ մարտեր են տեղի ունենում, հիմա արդեն կա վտանգ, որ այդ ամենը կվերածվի գլոբալ ռազմական գործողությունների։ Պակիստանում հայտարարել են, որ 17 գրոհայինի են ոչնչացրել, որոնք կապ են ունեցել Հնդկաստանի հետ։ Հնդկաստանում հաստատում են, որ հարվածներ են հասցնում Պակիստանի տարածքին, բայց պնդում են, որ նախաձեռնողը Պակիստանն է, այսինքն կողմերը միմյանց են մեղադրում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ զինվորականներին տվել է բոլոր լիազորությունները տեղում օպերատիվ որոշումներ կայացնելու։ Այսինքն, եթե պետք է ռազմական գործողություններ սկսելու, այդպիսի իրավասություններ զինվորականները, գեներալները ունեն։ Հիշեցնեմ, ամեն ինչ սկսվեց անցած երեքշաբթի օրը, երբ ամենայն հավանականությամբ Պակիստանի հետ կապ ունեցող գրոհայինները Հնդկաստանի տարածքում 26 օտարերկրացի զբոսաշրջիկի են սպանել։ Ի պատասխան Դելին որոշ տնտեսական, դիվանագիտական, քաղաքական կոշտ քայլերի գնաց, այդ թվում այդպիսի լուրջ տնտեսական գործիք օգտագործեց, ինչպիսին է Հինդոս գետի հոսքը փոխելը, այսինքն Հնդկաստանի տարածքից ջուրը դեպի Պակիստան այլևս չի հոսում, ինչը լրջագույն հարված կարող է լինել Պակիստանի տնտեսության համար։ Իսլամաբադում դա անվանել են պատերազմական գործողության դրսևորում և հայտարարել են, որ ազատ են պատասխան քայլ ընտրելու հարցում։ Ասեմ, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջև նման առճակատումները բավական հաճախ են տեղի ունենում, վերջին նման լայնամասշտաբ առճակատումը 19 թվականին էր, և այդ ժամանակ կողմերը անգամ փոխանակվել են հրթիռային հարվածներով, կիրառել են թևավոր հրթիռներ։ Այս անգամ իրավիճակը կարող է ել ավելի լուրջ հետևանքներ ունենալ, համենայն դեպս այդպիսի տպավորության համար որոշ հիմքեր կան։ Դե գիտենք, որ երկու պետություններն էլ միջուկային զենք ունեն և Պակիստանի պաշտպանության նախարարը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեքշաբթի առաջին օրը չի բացառել, որ Պակիստանը միջուկային զենք կօգտագործի Հնդկաստանի դեմ։ Բայց մի կարևոր հանգամանք, մինչ վերջերս միջուկային զենքի առկայությունը ոչ այդքան կոնֆրոնտացիայի հիմք է հանդիսացել, որքան հակառակը զսպող դեր է եղել։ Այն բանից հետո, երբ Հնդկաստանը և Պակիստանը միջուկային զենք ունեցան, սահմանային միջադեպերի քանակը կտրուկ նվազել է, այսինքն կողմերը պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին, գիտակցում են, թե ինչ մասշտաբի հետևանք կարող է լինել և ավելի զուսպ են այդ տարածքային սահմանային վեճերում միմյանց նկատմամբ։ Հուսով եմ, որ այս անգամ ևս այդ պատասխանատվությունը կողմերը կդրսևորեն և թույլ չեն տա իրենց քայլեր, որոնք կարող են միջուկային պատերազմի առիթ դառնալ։ Իսկ որ երկրի բանակն է առհասարակ ավելի հզոր։ Դե երկու պետություններն էլ մտնում են մոլորակի ուժեղագույն բանակ ունեցող 6 պետությունների շարքին, բայց Հնդկաստանի զինուժը ավելի հզոր է, որոշ չափանիշներով մի քանի անգամ ավելի հզոր։ Օրինակ, ռազմական բյուջեն Հնդկաստանի 10 անգամ ավելի մեծ է, քան Պակիստանի ռազմական բյուջետը։ Հնդկաստանում 75 միլիարդ դոլար, Պակիստանում 7,6 միլիարդ։ Ինչ վերաբերում է քանակի, ևս գերազանցում է Հնդկաստանը գրեթե 3 անգամ։ 1,5 միլիոն զինվոր ունի իր բանակում Հնդկաստանը, 654,000 զինվոր Պակիստանը։ 2 անգամ ավելի շատ ինքնաթիռ ունի Հնդկաստանը, մոտ 2 անգամ ավելի շատ տանկ։ Բայց օրինակ հրթիռային համակարգերը Պակիստանի մոտ
ավելի շատ են։ Դե իսկ ամենագլխավորը դա իհարկե միջուկային մարտագլխիկների քանակն է, ահա այստեղ գրեթե հավասար են։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունը, եթե որպես հիմք ընդունենք, ուրեմն պետք է արձանագրենք, որ 180 մարտագլխիկ միջուկային ունի Հնդկաստանը, 170 Պակիստանը։ Ինչ մոտեցումներ ունեն աշխարհի գերտերությունները։ Միացյալ Նահանգները անուղղակի կերպով աջակցում են Հնդկաստանին, դե պարզ է դրա միջոցով փորձում են բալանսավորել եւ զսպել Չինաստանի աճող ազդեցությունը։ Ռուսաստանը նույնպես Հնդկաստանին է դաշնակից համարում, իդեպ Նարենդրա Մոդին պետք է մայիսի 9-ին հաղթանակի այդ շքերթին լիներ Մոսկվայում, սակայն այսօր պարզ դարձավ, որ չի մեկնի Ռուսաստան այս ստեղծված իրավիճակի պատճառով։ Ինչ վերաբերում է Չինաստանի, ապա Պեկինը գրեթե բացահայտ աջակցում է Պակիստանին, եւ պատճառներից մեկը այն է, որ Հնդկաստանի հետ ունի որոշ տարածքային վեճեր սահմանի որոշ հատվածներում, դե իսկ ամենագլխավորը այն է, որ Հնդկաստանը տարածաշրջանում Չինաստանի թիվ 1 մրցակիցն է եւ աշխարհում գլոբալ իմաստով աճող մեծագույն տնտեսություն է եւ Չինաստանը իհարկե կշահի, եթե այս պատերազմը այսպես գլոբալ դառնա եւ Հնդկաստանը զբաղված լինի իր հարևանի հետ ռազմական գործողություններով։ Բացի այդ, որոշ փորձագետներ կարծում են, որ եթե Պակիստանի եւ Հնդկաստանի միջև լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Չինաստանը կարող է օգտագործել այդ հնարավորությունը եւ հարձակվել Թայվանի վրա, վերջնականապես Թայվանը իրեն միացնելու համար։ Ամեն դեպքում մեզ համար, Հայաստանի համար սա վտանգավոր զարգացում է, քանի որ ել ավելի լուրջ է դարձնում ուժեղի իրավունքը եւ ել ավելի է նվազում միջազգային իրավունքի դերն ու նշանակությունը։ Այս պատերազմը, եթե այն իսկապես 24 ժամվա ընթացքում սկսվի, ինչպես կանխատեսվում է, կարող է ազդակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ուժի միջոցով լուծել տարածքային խնդիրները։ Իսկ գիտենք, որ Ադրբեջանը հենց այդ պետությունների շարքին է դասվում։ Արդյոք ստեղծված պայմաններում Հայաստանը ինչ դիրքորոշում կարող է ունենալ։ Դե մի կողմից Հնդկաստանն է մեր գործընկերը, մյուս կողմից մեր հակառակորդի դաշնակիցն է Պակիստանը եւ Անկարան եւ Բաքուն բաց տեքստով աջակցում են Պակիստանին 2 օր առաջ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հերրախոսազրույց են ունեցել իրենց պակիստանցի գործընկերոջ հետ, բնական է, որ Հնդկաստանի արտգործնախարարի հետ չեն խոսել նրանք։ Ըստ չհաստատված, բայց հավաստի տեղեկությունների մի քանի օր առաջ թուրքական զինուժին պատկանող 8 տրանսպորտային ինքնաթիռ վայրեջք են կատարել Իսլամաբադում եւ բերել են հրթիռներ եւ տարբեր այլ զինտեխնիկա։ Իդեպ նաեւ ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Մամեդովը հաստատել է իր տեղեկությունների համաձայն, որ Իսլամաբադում են գտնվում թուրք խորհրդատուները, ռազմական զինվորական մասնագետները, ովքեր օգնում են պակիստանցի գործընկերներին պատրաստվել ռազմական գործողությունների։ Ինչ վերաբերում է մեզ դաշնակից հանդիսացող Ֆրանսիային ու Իրանին, ապա նրանք նույնպես հակված են աջակցել Հնդկաստանին։ Օրերս հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան Հնդկաստանին 26 կործանիչ է մատակարարելու, 7 միլիարդ դոլարից ավելին է այս գործարքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա փորձում է չեզոքություն դրսևորել եւ անգամ առաջարկել իր միջնորդական ծառայությունները, բայց իրականում գիտենք, որ Հնդկաստանը որոշ բավական լուրջ խնդիրներ ունի Պակիստանի հետ եւ փոխարենը ընդհանուր շահեր ունի Հնդկաստանի հետ։ Մի քանի օր տարի, այսինքն 2 տարի առաջ 24 թվականի հունվարին Պակիստանը ու Իրանը անգամ հարվածներով են փոխանակվել։ Իրանը առաջինը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքում գտնվող մի զինվորական հանգրվանի ուղղությամբ, որտեղ անջատողականների նախապատրաստման այսպես հանգրվաներ, նույնը արեց Պակիստանը Իրանի տարածքում եւ կողմերը բալանսավորում էին պատերազմի այդ եզրի վրա, բարեբախտաբար պատերազմի բանը չհասավ։
Ստեղծված պայմաններում Երևանը առայժմ լռում է, բայց դժվար թե հնարավոր լինի անվերջ լռել, ուշ թե շուտ մենք պետք է դրսևորենք ինչ-որ վերաբերմունք, իսկ վերաբերմունքը կարծում եմ կանխատեսելի է հաշվի առնելով այն, որ ինչպես ասացի, մի կողմից Հայաստանի գործընկերն է, մյուս կողմից Հայաստանի հակառակորդի դաշնակիցն է։ Շնորհակալություն, Ացի։